ժամանակը պիտի փրկես իժուր տեղով հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ որ մարդ աչքերը բացում, առաջին հայացքով ողջերս։ Ծառան իր տիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորուն է, բայց անդոտ չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար է։ Բարույս էլի բարեկամներ, ողջունում ենք ձեզ Փարթիրոջը այսօրվա համար եւ մենք նորից միասին ենք այս առավոտ, ներողություն եմ խնդրում մի փոքր ուշացման համար, բայց մեզ մոտ ստացվեց միանալ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ բնակվում է մեր սիրելի Արսեն Մեսրոպյան եղբայրը, նա հովիվ է, Գլենդելի կյանք եւ լույս եկեղեցու հովիվը։ Բրբան, այ ես Գլենդել եմ գրել, ոչինչ, կփոխեմ, կշտկեմ։ Արսեն Շատերս չենք կարող հասկանալ բրբանգը որն է Գլենդելը, բայց այո քաղաքներ են, իրար մոտ քաղաքին, բայց մենք հիմնական բրբան քաղաքին ենք։ Շատ լավ, կփոխեմ, կշտկեմ եղբայրս։ Արսեն եղբայր, շնորհակալ եմ, միացար եւ այսօր նորից ունենք մեր Արսեն եղբայրը մեզ հետ եւ օրհնվելու ենք վստահ արդեն վերնագրից հասկանում ենք, որ շատ օրհնյալ խոսք պետք է լինի։ Իդեպ ասեմ, որ այսօր շատ կարճ պետք է ունենանք եթերը, մի փոքր կարճ, Արսեն եղբայրը շտապում է չնախատեսված կամ չսպասված բան հարցեր էր բարձրացել։ Համենայն դեպս շնորհակալ եմ, որ ժամանակ գտար եւ միացար Արսեն եղբայր եւ խոսքը քեզ եմ տալիս միանգամից։ Օրհն Աբրահամ ջան, շատ մեծ ուրախություն ու պատիվ է ինձ համար, միասին իրար հետ ծառայենք Աստծուն, միասին իրար հետ ծառայենք Աստծո սուրբերին։ Միասին ծառայենք մեր հնությանը, միասին ծառայենք մեր շրջապատում եղող մարդկանց, օգնելու ճանաչեն ճշմարտությունը, օգնելու մեծանան հոգևոր, օգնելու հաստատվեն եւ զորանան Աստծո կամքը կատարելու պատրաստ լինեն։ Արսեն եղբայր, կիսվելն էլ է, չէ՞, այս ծրագիրը կիսվելն էլ է, չէ՞, ծառայություն։ Ապրես, հենց այդ եմ ուզում ասեմ ու խնդրեմ տեսարանի մեջ եղող մեր բոլոր քուրեր, եղբայրներին, բոլոր նրանց, ովքեր որ վայելում են, օրհնվում են, ձեր էջերի մեջ կիսեք, ձեր ընկերներին խորհուրդ տվեք նայեն, ինչու ոչ
Բարբերաբար, եթե ձեր սրտի մեջ զգում եք, որ կարաք ինչ-որ մի բանով մասնակից եղնեք, օգնեք, եղբորը սիրա ես անձնուրա ծառայության մեջ մեծ բան արած կեղնեք, Աստծո գործը առաջ Շնորհակալություն եղբայրս, շնորհակալություն Տերոջ։ Ինչ որ սովորեցնում է Կողոսացիս 3:17, ասում ամեն ինչ որ կանեք, թե գործով, թե խոսքով, բոլորը արեք Հիսուսի անունով Աստծո եւ Հորը գոհություն մատուցանելով։ Ամեն, Մենք ամեն ինչ որ արած եղնենք մեր Տիրոջ անունով եւ ամենակարևորը Աստծո փառքի Աստծո անվան համար։ Ամեն, ամեն, շնորհակալություն։ Փառքես Տեր։ Աստծի Տերը թող օրհնի ու լսարանի մեջ թող այս առավոտ կատարվի մեր բոլորի համար Աստծո կամքի կարևորությունը, Աստծո կամքը ինձ համար։ Այսպես ենք անվանել եւ ուզում եմ ինչքան հնարավոր է եւ ժամանակի ուղակի սուղության պատճառով կարևորեմ եւ ցույց տամ Աստծո կամքի կարևոր լինելը մեր ամեն մեկի համար։ Աշակերտները մոտեցան Տիրոջ ու ասեցին Տեր մեզ աղոթել սովորեց, հա, եւ մեզ քաչ հայտնի եւ շատ սիրված հայր մեր աղոթքը, որի մեջ շատ սիրուն է, թե հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, գա քո թագավորությունը, լինի քո կամքը, ինչպես երկնքում, այնպես երկրի մենք խոնարհաբար ենք եւ հավատում ենք ու ուզում ենք, որպեսզի մեր կյանքը կառուցենք ոչ թե մոտավորապես հասկացողությունների կամ մոտավորապես ձեռք բերած գաղափարների այստեղից այնտեղից վերցրած, այլ հստակ Աստծո կամքի ճանաչողության վրա։ Կողոսացիս առաջի գլխի 9-10 համարների մեջ հենց Պողոս Առաքյալը դա է աղոթում, որ ասում աղոթում եմ, որ դուք լցված եղնեք Աստծո կամքի ճանաչողության գիտության։ Եվ սա եմ մի հատ աղոթք, որ մենք նույնպես պետք է անենք։ Աստծո կամքը ճանաչելու համար պիտի աղոթեմ, Աստծո կամքը ճանաչելու համար պիտի ընթերցեմ, Աստծո կամքը ճանաչելու համար պիտի աշակերտեմ եւ լավագույնս անելով իմ հոգեվոր առաջնորդներին հարցնելով եւ խրատվելով, աշակերտվելով հաղթական շարժվեմ առաջ։ Ինչքանով է կարևոր եւ ինչքանով պիտի կարևոր լինի։ Ընթերցում ենք Աստվածաշունչ ու հասկանում ենք, որ դա շատ լուրջ է, շատ։ Խոսքի օրինակ Մատթեոս 7:21-22 ամառների մեջ Տեր Հիսուսը ասաց. ոչ թե ամեն ով որ ինձ Տեր կասի կմտնի երկնքի արքայություն, հապա նա ով իմ երկնավոր հորս կամքն է կատարում։ Այստեղ հավատում եմ եւ ուզում եմ ընդգծեմ, մենք հավատում ենք շնորհքի փրկությանը, որ փրկությունը ձրի է, դա Աստծո պարգևն է, որի համար Քրիստոս խաչվել է ամեն մեկիս համար, մեզ ապահովելով հավիտենական կյանք, բայց փրկվելով հանդերձ ոչ մի հավատացյալ իրավունք չունի ապրելու ինքնագլուխ ինքնավար կյանքով, նա պիտի ապրի Աստծո կամքի համաձայն, Աստծո կամքի մեջ։ Եվ սրա համար ասում է վերջի օրերը շատերը կգան կասեն Տեր քո անունով մարգարեացան, քո անունով շատ հրաշքներ արինք ու դևեր հանեցինք, ես էլ նրանց կասեմ մեկդի գնացեք անօրենություն գործողներ, ես ձեզ չեմ ճանաչում։ Երկինք մտնելու երաշխիքը Աստծո շնորհքի ճանաչողությունը եւ Աստծո կամքի կարեւորությունը մեր ամեն մեկի կյանքի մեջ կարեւորելով եւ պահելով Աստծո կամքը թող լինի։ Կյանք կառուցված Աստծո կամքի վրա, որը հավատում եմ շատ կարևոր ամեն մեկի համար։ Կմտնի նա, ով իմ երկնավոր հորս կամքն է կատարում։ Մենք ուզում ենք մեր աղոթքները լսված եղնեն, մենք ուզում ենք վստահ եղնենք, որ մեր աղոթքները, երբ որ բարձրացնում ենք երկինք, լսված եղնեն, ու դա մեծ ուրախություն ու ցնծություն նորից։ Առաջի Հովհաննեսի 5-րդ գլխի մեջ Հովհաննես ասում է, եթե մենք որևէ բան խնդրելու լինենք Աստծո կամքի համաձայն, մենք վստահ ենք, որ Տերը լսում է մեզ։ Եվ եթե գիտենք, որ Տերը լսում է մեզ, ուրեմն մենք պետք է վստահ եղնենք, որ մենք կառնենք այն ամենը, ինչ որ խնդրում ենք Աստվածանից։ Լսված աղոթքների գաղտնիքը կամ գաղտնիք լսված աղոթքների դա աղոթքներ Աստծո կամքի համաձայն։ Աղոթք, որ բարձրանում է Աստծուն, հիմնված Աստծո խոսքի վրա, հիմնված վրա, դա տալիս է մեզ խորը վստահություն, որ Աստված լսել է ու Աստված կպատասխանի։ Դրա համար Տերը թող օգնի մեզ, որպեսզի թե մեր Աստծո խոսքի հանդեպ ծարավը, թե մեր աշակերտվելը, թե մեր Աստծո կամքի ճանաչողությունը կարևորելը բարձրանա ամեն մեկիս կյանքի մեջ։ Ապրում ենք այս աշխարհի մեջ եւ ուզում ենք հասկանանք, ուզում ենք գործնական մեր հավատքը կառուցենք խորը լուրջ արժեքների վրա եւ մի բան շատ թանկ է եւ ուզում եմ լսանի մեջ եղող ամեն մի մեզ թե եղբայր թե քույր բոլորը հասկանան ու գիտակցեն։ Մենք աշխարհի մեջ ենք, բայց աշխարհինը չենք։ Մենք ապրում ենք աշխարհի մեջ, այո, բայց մենք աշխարհինը չենք, մենք Աստծունն ենք։ Եվ մենք մեր կյանքը կառուցելու ենք Աստծո կամքի համաձայն, որովհետև առաջի Հովհաննեսի նամակի մեջ 2-րդ գլուխ 17 խոսքում Հովհաննես ասում է աշխարհն էլ կանցնի,
աշխարհի ցանկությունն էլ կանցնի, բայց ով որ Աստծո կամքը կկատարի, նա կմնա հավիտյան։ Դրա համար մեր բոլորի պարտքն է, մեր բոլորի փափագն է, որպեսզի հասկանանք, գիտակցենք եւ մեր կյանքը կառուցենք Աստծո հավիտենական, մնայուն խոսքի եւ կամքի վրա։ Դրա համար Տեր Աստված օգնի մեզ, տուր մեզ հայտնության, իմաստության հոգի, տուր մեզ աշակերտվելու փափագ, ձգտում, որպեսզի կարողանանք կիրառել մեր կյանքի մեջ եւ կարողանանք ցույց տալ գործնականում։ Տերը միտեղ քարոզում էր եւ քարոզչության ժամանակ մոտեցան մարդիկ ու ասեցին այնտեղ քո մայրը դա եղբայրները տեն բոլորը քեզ են ման գալիս եւ Մարկոս 3:35 խոսքի մեջ Տեր Հիսուս ասավ ով այն մայրս ովքեր են իմ եղբայրներս ու քույրերս նրանք ովքեր որ իմ երկնավոր հորս կամքը կկատարեն ահա նրանք են ինձ եղբայր քույր ահա նրանք են ինձ հարազատներ եւ սա ամեն մեկ սովորեցնի որ Աստծո ընտանիք եւ Աստծո ընտանիքի լիարժեք մասը լինելու բոլորիս պարտքն է, բոլորիս փափագն է լինել Աստծո կամքի մեջ, կյանքը կառուցել Աստծո կամքի հիման վրա։ Սա մեզ տալիս է երաշխիք, որ մենք ընտանիքի մի մասն ենք եւ բոլորս թանկ ենք իրար համար, որովհետեւ փրկված ենք ամեն մեկս Քրիստոսի մեջ մեկ լինելու։ Եվ Տերը լինելու է գլուխ եկեղեցու եւ ամեն մեկիս կյանքը պիտի կառուցվի իր կամքի համաձայն։ Տեր դուր շնորհ, դուր կարողություն լինենք զգայուն եւ ապրենք այնպես ինչպես որ ուզում են ստու։ Հաջորդ միտքը Աստծո կամքն է Թեսաղոնիկեցիների 5:18, որ միշտ լինենք գոհունակ եւ շնորհակալ։ Ամեն ինչում գոհացեք, որովհետեւ սա է Աստծո կամքը ձեզ համար։ Լինեք գոհ, լինեք շնորհակալ։ Լինեք տնջացող, ոչ շնորհակալ, դժգոհ, ասում ենք, չէ, բողոք, անընդհատ բողոքը քթից կախած, այս մարդը երբ որ շնորհակալ լինի, ես չգիտեմ ինչ ա պետք։ Ես հավատում եմ դրա մեջ մթնոլորտը փոխողները հավատացյալներն են, որոնք պետքա ցույց տան Աստծո կամքի գործոնը իրանց կյանքում եւ առավել շնորհակալ լինելու գաղտնիքը։ Խոսքի մի քանի մտքեր, որ վերաբերում է շնորհակալությանը, Պողոսն ու Շիղան բանտի մեջ ծեծված, հալածված եւ ցվում է ցավերի ու տանքտանքոցի մեջ ինչ կարան անեն այս երկու առաքյալը նոր տարել են լավ ծեծելու, լավ վերջապես կապված վերելքցել են բանտի մեջ Տեր Հիսուսի անվան համար, բայց որոշում արեցին բանտի մեջ, որ գոհանան Աստվածանից, բարձրացրին գոհության ձայն, ու Սուրբ Գիրքը ասում է երկրաշարժ տեղ ունեցավ։ Տերը շարժեց այն տեղը, որտեղ առաքյալներն են, կապանքները քանդվեցին, դռները բացվեցին, այն աշճանի, որ անգամ բանտի աշխատողները վախեցան, որովհետև ասում են սա կալանավորները կփախվեն, բայց իրանց տեղն էին եւ ասին ոչ մի վնաս չհասցնեք, ձեզ հավատացեք Տեր Հիսուսին կփրկվեք դուք եւ ձեր տունը։ Զորություն կա գոհության մեջ, զորություն կա շնորհակալության ձայն բարձրացնող աղոթություն։ Տեր Աստված օգնի, որպեսզի մենք կարողանանք գիտակցենք։ Դավիթ ասում է, ով Աստված, որ բնակվում է իր սուրբերի գովաբանության եւ փառաբանության մեջ։ Ես հավատում եմ եւ կոչ եմ անում ամեն հավատացյալի, որ իր անձնական կյանքում բարձրացնի այնպիսի Աստծուն հաճելի փառաբանություն եւ գոհություն եւ կարողանա վերապրի Աստծո փառավոր ներկայությունը իր փառաբանության եւ իր գոհության մեջ։ Ճշմարտությունը հետեւյալն է, երբ որ քո անձնական կյանքի մեջ դու Աստծո կամքին նախանձավոր ես, ընդհանուրի հետ էլ դու կարողանում ես շարժվել, ընդհանուրի հետ էլ կարողանում ես գործել, բայց երբ որ քո կյանքի մեջ խախտվում է, նույնը տանում է ընդհանուրի մեջ։ Դա մա Տեր դու շնորհ, որ ամեն մեկս կայանանք քո մեջ եւ քեզնով կարողանանք որպես մեծ ընտանիք, որպես մեծ համայնք, որպես քո ժառանգությունը, որպես քո մարմնի անդամները կարողանանք կայացած օրինակ լինենք մեր շրջապատում։ Հաջորդ միտքը, մենք հավատքի ենք գալիս կներես շնորհակալության մասին մի փոքրիկ դիտարկում, եթե կարելի է, որպեսզի ավելի պարզ լինի, եթե թույլ տաս, տես դու ասացի շնորհակալությունը մեծ դեր է խաղում Աստծո կամքը հասկանալու մեջ, այսինքն նրանք ովքեր Աստծո կամքը հասկանում են, շնորհակալ են։ Կուզեմ սա անպայման շեշտել, շնորհակալություն ասենք ոչ թե մեխանիկաբար, այլ հազար պատճառ գտնելով, այսինքն պատճառ, եթե չունենք ու ասում ենք շնորհակալություն, դա էլ այդքան, այսինքն դա էֆեկտ չի տա, այդքան որքան որ, այսինքն պատճառ ունենք, այսինքն տեսնելով Աստծո ձեռագիրը մեր կյանքի մեջ, հրաշքները, որտեղ ամեն օր Աստված հրաշքներ անում, վստահ որ ամեն օր, ամեն առավոտ, կյանքը արդեն շնչել եւ արտան շնչելը դա հրաշք է։ Այսինքն
Այստեղ խնդիրը սա է, որ նրանք, ովքեր ճանաչում են Աստծո կամքը, 1000 պատճառ ունեն շնորհակալություն հայտնելու։ Պատճառ կա, ոչ թե մեխանիկաբար, այլ այդ պատճառը սիրում են գտնել, որ շնորհակալ լինեն։ Այդ կուզեի մի փոքր շեշտեն։ Հաստատեմ Սաղմոս 2-ի խոսքերով, որտեղ կարծեմ 103 Սաղմոսի մեջ է Դավիթ ասում է. «Օգնի Տերը ով իմանձս եւ նրա բոլոր Շատ սիրուն է։ Ամեն։ Նրա բոլոր բարերարությունները մի մոռանար, որը ներում է քո մեղքերը, քավում է քո անօրենությունը, ստակում է քեզ բարությամբ եւ օրհնությամբ, որ լցնում է քո ծերությունդ օրհնությամբ ու առատությամբ»։ Հալելույա։ Սա գնահատող սրտի վերաբերմունք է, որը գիտի Աստված իր կյանքի մեջ ինչ արել։ Եվ երբ որ դու գիտես Աստված քո կյանքի մեջ ինչ արել, դու դարձնում ես գոհությունը քո աղոթքների, քո աստվածպաշտության, քո ասուն ծովաբանության անբաժան մասը։ Տեր Աստված օգնի, որ ամեն մեկը կարողանա սա կարևորել եւ գիտակցել։ Օրհնի Տերը ով իմանձս եւ նրա բոլոր բարերարությունները մի մոռնար։ Այսինքն շնորհակալությունը ուղիղ կապ ունի մեր հիշողության հետ էլ։ Հիշիր։ Ապրես։ Տերից ինչ ես արել, Տերը քո համար ինչ արել։ Գանք հիմա նոր կտակարանյան մեր ամեն մեկի համար մեծ օրհնություն, ես արդեն ասեցի, շնորհքով փրկված ենք, Աստծո շնորհքով արդարացած ենք, Արդեն բավարար է։ Սրբացած ենք, Աստծո շնորհքով հավիտենության ժառանգորդ ենք, Աստծո շնորհքով արժանացել ենք հազարավոր խոստումների, Աբրահամ ջան, եւ Տեր Աստված տուր մեզ ուղղակի ողորմություն ու շնորհք աշակերտվել եւ մեր կյանքը կառուցել քո կամքի մեջ։ Ամեն։ Հաջորդ միտքը, որ կուզեմ այս ուղղությամբ տանեմ առաջ, Օրինաց 28-րդ գլուխ, մեզ շատ սիրված օրհնության եւ անեծքի վերաբերյալ Մովսեսը փոխանցում է Իսրայելին հետևյալը. եթե դու ուշադրությամբ լսես քո Տեր Աստծո խոսքը եւ զգուշությամբ ի գործ դնես, հետևյալ օրհնությունները կգան եւ կհանգչեն քո վրա։ Բայց 15 խոսքից ասում է, բայց եթե լսես, չկատարես, չպահես, չհնազանդվես, հետևյալ անեծքները կգան եւ կգտնեն քեզ։ Ես ուզում եմ մենք իմանանք, որ մենք փրկված լինելով մենք պետք է աշակերտվենք եւ հնարավորինս մաքսիմալ մեր կյանքի բոլոր բնագավառները կառուցել Աստծո մնայուն հավիտենական խոսքի վրա։ Երկինք կանցնի, բայց իր խոսքը կանցնի։ Եվ մի հատ հարց, որ պետք է մեզ տանք, ես էս սովորել եմ լսեմ Տիրոջը, ես կարողանում եմ լսեմ իր ձայնը, իր խոսքը, ես կարևորում եմ իր խոսքը պահել իմ կյանքիս մեջ, եթե ինձ ասում են ինչի չես անում, տանում եմ տարբեր տրամաբանական արդարացնող բաներ, թե հստակ ասում եմ, որովհետև դա Աստծո կամքը չի, որովհետև ես դա չեմ ուզում անեմ, դա Աստծո կամքը չի։ Ամեն։ Ինչի՞ ու վերջ։ Մարդիկ մեկ-մեկ այնքան ծլմլվում, այնքան մլմլվում ու չես կարող հասկանալ ինչի է այդ ձևանը։ Բայց փոխանակ վստահորեն ասի, որովհետև դա իմ Տիրոջը չի փառաբանում, որովհետև դա իմ Աստծուն չի ուրախացնում, ես դրա համար դա չեմ անում, հասկանում ես։ Եվ հավատում եմ ամեն մեկիս պարտքն է եւ ամեն մեկիս փափագն է։ Ուզում ենք օրհնություն, ուզում ենք բաց երկինք, ուզում ենք շարժվել հաղթական, Աստծո ծածկոցի հովանավորության տանք, հիմքում պետք է անգած եղնի Աստծո կամքի կարևորելը ամեն մեկիս համար։ Հաջորդ միտքը այս դաշտի մեջ մենք հավատում ենք, որ փրկվել ենք Աստծո շնորհքով, վերստին ծնվել ենք Աստծո օրհնությամբ եւ Տեր Աստված հավատում եմ մի կարևոր բան, որ աշակերտվեմ, էլի հասկանում ես, աշակերտվեմ։ Ճշմարտությունը հետեւյալն է, գիտես, տարբեր կրթօջախներից վերցրած մտքեր են հիմա ասում են միշտ երբ որ կա աշակերտ, կգտնվի ուսուցիչ։ Բայց միշտ չի, երբ որ կա ուսուցիչ, դու կգտնես աշակերտ։ Սա իրականություն է փաստ։ Միշտ երբ որ կա աշակերտ, կգտնվեն ուսուցիչներ։ Աստված շատ ձևերով, շատ կերպերով խոսացող է։ Երազատեսիլ կա, հայտնությունը, քարոզիչը, Աստծո խոսքը, ընթերցանությունը, աշակերտվելը տարբեր ձևերով կխոսա։ Բայց միշտ չի, որ երբ որ կա ուսուցիչ, պատրաստ ես, բայց ստենում ես լսող չկա։ Ունող չկա։ Մարդկանց ուշքն ու ուշադրությունը ուրիշ տեղ է։ Տեր Հիսուս ասաց. եթե դուք իմ խոսքից մեջ մնաք, դուք իմ աշակերտներս կլինեք, դուք ճշմարտությունը կճանաչեք եւ ճշմարտությունը ձեզ ազատ կանի։ Ես համոզված եմ եւ ուզում եմ ընդգծեմ, առողջ քրիստոնեական առաջընթացը հիմնված է աշակերտվող սրտի վրա։ Առողջ քրիստոնյա լինել, հաղթական քրիստոնյա լինել, հիմքում ընկած աշակերտ լինելը, տևողությամբ մի ամբողջ կյանք,
Չկա այստեղ հասկացողություն։ Գիտես, սովորել եմ 96 թվականին, սովորել եմ 2001 թվականին։ Ես կյանքով աշակերտ եմ, կյանքով։ Եվ Աստված իմ կյանքիս մեջ օգտագործել է անգամ իմ երեխեքին ինձ խոսք փոխանցելու համար։ Օգտագործել է տարբեր առիթ ու հնարավորություն, դա պետք է ուղղակի զգայուն սիրտ ունենաս, որ կարողանաս զանազանես։ Եվ մեզ քաչ հայտնի մի գործ կառաքելոցը չի ասում, Պողոս Արաքյալը ասում է, հետ չմնացի ամբողջ Աստծո կամքը ձեզ փոխանցելու։ Դա մեծ պատասխանատու ծառայություն է, այն ինչ որ բացված էր իրան փոխանցելու իր լսարանին, փոխանցելու եկեղեցուն։ Հավատում եմ մեծ օրհնություն է, սիրելիներ ջան, որ ամեն մեկս գիտակցենք ու հասկանենք, Աստծո կամքն է, Աստծո նվիրված լինեմ, Աստծո կամքն է մտքով նորոգվեմ, Աստծո կամքն է իր կամքը ճանաչեմ։ Հռոմեացիս 12:1-2 Աղաչում եմ ձեզ եղբայրներ, Քրիստոսով, որ ձեզ ընծայեք Աստծուն, որպես անուշահոտ պատարագ, որն է ձեր բանավոր պաշտոնը, եւ չկերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ ձեր մտքով նորոգվեք, որ ճանաչեք, թե ինչ է Աստծո կամքը, որը բարի է, որը հաճելի է եւ որը կատարյալ է։ Եվ այստեղ հետեւաբար ուղղակի համառոտ մտքեր, որ թող տպավորիչ եղնի ամեն մեկիս համար։ Չկա ընծայում, չկա նորոգություն, չկա ընծայում, չկա ճանաչողություն։ Ուզում ես նորոգվի միտքը, դու պետք է անծայվես Աստծուն, չես կարա միքս արա, չես կարա խառը վիճակի մեջ ուզենաս ինչ-որ մի բան պահես, դու պետք է քեզ պահես Աստծուն նվիրված, դու պետք է պահես քեզ Աստծո կամքի մեջ։ Հիշի, Սեդրակ, Միսակ, Աբեդնագով գերության մեջ պատանիներ են, գերության մեջ, հայտնվել են գերության մեջ ոչ իրանց կամքով, ոչ իրանց բաց թողնված մեղքով, թագավորի սխալի պատճառով իրանց վրա հարձակվել են, իրանց գերի են տարել, բայց իրանք կամքից թույլ չեն, իրանք ուժեղ են։ Եվ անգամ են, որ պետքա թագավորական սեղանի տարբեր հեթանոսական կեղտոտ ուտելիքներ իրանք խնդրում են, մեզ կերակրեք մենակ բանջարեղենով, առաջինը, երկրորդը, կուրկ, որին պետքա պաշտեն, մենք չենք կարա պաշտենք, որովհետև մենք պաշտում ենք կենդանի Աստծուն, ձեզ կգցեմ կրակի մեջ, ավելի լավ մեզ գցեք կրակի մեջ, քան թե մենք պաշտենք։ Շատերը կասեն, արա դե մի փոքր մի հատ ծունկ ծռեք, ոչինչ, թող անցնի գնա, տենց բան չկա։ Եթե դու գիտես, որ մենակ Աստվածը արժանի փառքի, գովասանքի, երկրպագության ու պաշտամունքի, դու պետքա քո արտահայտիչ գործնական քայլերով ցույց տաս, որ մենակ Աստվածը արժանի։ Ոչ մի օտար բանի առաջ ծունկ չծռես, ոչ մի օտար բանի առաջ չխոնարհվես ու Աստված չճանաչես։ Գցեցին 3-ը, հայտնվեցին 4-ը։ Ով էր 4-ը, ասում է, մեկը Աստծո որդու կերպարանքով նրանց հետ ընդեղ է։ Ճանաչում եմ նրան Աբրահամ ջան եւ ուրախությամբ եմ ուզում ասեմ մեր լսանի մեջ եղող քուրեր եղբայրներին, սեներ, եթե Աստված ձեզ չպահի կրակի փորձությունից, հիշեք Աստված կարա պահի ձեզ կրակի փորձության մեջ։ Եթե Աստված ձեզ չպահի այն դժվարությունների ու խնդիրներից, Աստված կարա պահի դժվարությունների ու խնդիրների մեջ։ Եթե Աստված Դանիելին չպահեց առուծների գուբից, կարողացավ պահել առուծների գուբի մեջ։ Հասկանում եք, մենք մեր ձևով ենք միշտ միշտ ուզում, բայց ուզում եմ դուք Աստծունը ճանաչեք, սերներ ջան, եղեք նվիրված, եղեք Աստծուն պատկանող, Աստծուն փառավորող եւ Աստծու կամքը ճանաչող։ 3 բան Աստծո կամքից, որ Առաքյալը մեզ ասում է՝ բարի, հաճելի եւ կատարյալ։ Բարի։ Ամեն մեկիս կարծես առաջի դասարանի էսի հարցն է։ Սովորենք ճանաչել Աստված բարի է եւ սովորենք բարիով հաղթել չարին։ Չարին չարով չպատասխանենք, բարիք անելուց չհոգնենք, հարմար ժամանակին պետք է հնձենք։ Աստծո կամքն է, որ մենք ամեն մեկը սովորենք բարով հաղթել չարին։ Աստծո կամքն է։ Ամեն։ Եվ բարիք, ասում է, Սուրբ ասում է, ով բարիք անել գիտի ու չի անում, դա իրան մեղք։ Խնդրեմ սիրելիներ ջան, դա սա առաջի դասարանի կարծես թե դասն է։ Երկրորդը, հաճելի, սա ամեն մեկիս հավատում եմ արդեն տանելու է մի քայլ վերև, հաճելին դա փոխհարաբերության աստիճան է։ Եհովա ասավ, ինձ ուղարկող հայրը իմ հետ է, որովհետև ես միշտ իրեն հաճելի եղած բաներն եմ անում։ Ուզում ես վստահ եղնես, որ Աստված քեզ հետ է, հարց տուր, դու իր կամքն ես կատարում, դու իր կամքի մեջ ես, եւ որ դու իր կամքի մեջ ես, դու պետքա ճաշակես այդ Աստծո այցելությունը, Աստծո հոգումը, Աստծո մտերմությունը, Աստծո քաղցրությունը, որը հավատում եմ ամենամեծ երանություններից մեկն է, ամենամեծ օրհնություններից մեկն է, հասկանում եք, եկեղեցու գրավիչ ֆակտորներից մեկը, եկեղեցի մի վայր է, որտեղ Աստծո ներկայությունը
խոսում է բոլորի հետ, խոսում է փառաբանության ժամանակ, աղոթքի ժամանակ, խոսքի ժամանակ, խոսում է Աստծո ներկայությունը եւ Աստծո օգնությունը։ Դրա համար հաճելին պետք է ամեն մեկը զարգացնենք, ինչքանով եմ ես Աստծո կամքին պատասխանատու եւ հետեւող, զգայուն եւ ուշադիր։ Սամսոնի կյանքի մեջ եկավ ձայնով, բայց Սամսոնի կյանքից գնաց լուր ու Սամսոնը չհասկացավ, որ Աստված իրան թողել է։ Վերկացավ առաջվանի պես ուզեցավ, բայց չէր հասկանում, որ Աստված իրան թողել է ու ոչ մի բան չկարողացավ անել։ Գալիս է ձայնով, բայց գնում է լուր։ Նամար թող ամեն մարդ իր սրտին ուշադիր եղնի։ Տեր Աստված տուր ինձ շնորհ քեզ զգայուն եղնեմ, արթուն եղնեմ, պատրաստ եղնեմ եւ հետևեմ քեզ։ Դավիթ ասմականի կոներկայության մեջ եմ, միտքս վերջացնեմ Աբրահամ, ասմականի կոներկայության մեջ եմ, ես ասում եմ հավիտյան իմ սարը չի սասան։ Բայց ասում դու քո երեսը ծածկեցիր ինձանից ու ես շփոթվեցի։ Տեր Աստված օգնի սենց զգայուն սիրտ ունենանք։ Հալելույա։ Ստեղ Արսեն եղբայր հաճելի մասին կուզեի սայլ ակնարկեի, որ ոչ պարտադրված կամ ոչ սխալ շարժարիթով, այլ հաճույքով։ Առաջի Սաղմոսի մեջ ասում է եւ նրա հաճույքը Աստծո օրենքի կամ խոսքի մեջ է, այսինքն ոչ պարտադրված, ոչ ստիպված, ոչ սխալ շարժարիթով, այլ ուրախությամբ եւ հաճույքով։ Սա շատ կարեւոր է։ Ես այդ միտքը կուժեղացնեի հետեւյալ ձևով ասելով, որ ամուսինների փոխհարաբերության ուժեղացումը, նվիրվածությունը եւ փոխադարձ զոհաբերող սիրտը հիմքում ունի իրար հաճեցնել, իրար գոհացնել։ Եթե սա ամուսինների համար շատ կարևոր է, հասկանում ես, որովհետեւ քեզ հաճելի է, երբ որ քո կինը քեզ մի բառից հասկանում է, քո կնոջը հաճելի է, երբ որ դու իրան հասկանում ես։ Ու սա հիմա տանենք հոգևոր կյանք, ինչքան ուրախալի է, երբ որ Տիրոջ մի հպումը քեզ հասկացնող է։ Դավիթ ասում է. լավ եղավ ինձ, որ վշտացա, որպեսզի քո կանոնները սովորեմ։ Ինձ հազարավոր ոսկուց ու տաղանդից թանկ է քո բերանի օրենքը, Տեր։ Այսինքն հաճույքը եւ սերը, որ հանում ես մեջտեղից, մնում է ֆորմալ բնույթ։ Այսինքն ռոբոտացված վիճակ, բայց երբ որ կա փոխադարձը, հասկանում ես, օրգանիկ, իրական։ Նա միշտ իմ հետ է, որովհետև ես իրան հաճելի եղած բաներն եմ անում։ Հասկանում ես, պատիվը եւ ուրախություն ես, որ ասենք մեր շնորհքի Աստված մեզ արժանացրել է իր հետ շփում, մտերմություն եւ բարեկամական կապ ունենալու։ Հասկանում ես, Տեր Հիսուսը նայեց իր աշակերտներին, ասավ. ես այլևս ձեզ ծառա չեմ ասում, ես ձեզ բարեկամ եմ ասում։ Բարեկամ, որովհետև ծառան չգիտի իր Տերը ինչ անում, բայց բարեկամը գիտի։ Տեր Աստված թող օգնի մեզ։ Եվ վերջինը, որ ամփոփեմ եւ վերջացնեմ, Առաջի Պետրոս, առաջի գլուխ 15-16 խոսքի մեջ Պետրոսն ասում է. ձեզ կանչող սուրբի պես դուք էլ սուրբ եղեք ձեր բոլոր վարմունքի մեջ։ Ամեն հավատացյալ թող ինքը իրան հարց տա. ինչ կա իմ կյանքիս մեջ արատավորող իմ հավատքը, ինչ կա իմ կյանքիս մեջ, որ արատավորում է իմ սրբությունը, եւ շատ շուտ խնդրի Աստծո շնորհ կարողություն ազատվելու դրանից, դրա հետ կատակ չանես, որովհետեւ ցանկացած գիտակցաբար մեղ, ցանկացած դա դուր է սատանայի համար։ Իսկ Հովհաննես 10:10 ասում է, նա գողա, որը գալիս է գողանա, սպանի ու դենքցի։ Բայց Տեր Հիսուսը եկել է, որպեսզի մենք կյանք ունենանք եւ ել ավելի ունենանք։ Հալելույա։ Ամեն։ Թող Տեր օգնի ամեն մեկից կարևորենք Աստծո կամքը, սկսենք աղոթել այս ուղղությամբ։ Տեր, խնդրում եմ ինձ լցրա քո կամքի ճանաչողությամբ։ Ինձ օգնի, որ իմ քայլերը անեմ ոչ թե մոտավորապես այս կոմենկոմ շարժվել, այլ հստակ, համարձակ, վստահ։ Օգնի իմ աղոթքը բարձրացնեմ քեզ հիմնված քո կամքի վրա։ Օգնի իմ գործողությունները լինեն հիմնված քո կամքի ճանաչողության վրա։ Ու թող անունդ փառավորվի իմ խոսքի, գործի, իմ բոլոր արարքների մեջ։ Ամեն բան մեզ հնարավոր է ու կարելի է, բայց ինչ չի որոք ամեն բան կարելի է, բայց մենք ոչ մի բանի իշխանության տակ պետք է չլինենք։ Ամեն, ամեն։ Որ միշտ լինենք իր իշխանության տակ, իր կամքը կատարող եւ շարժվող իր փառավոր հոգու առաջնորդությամբ։ Տերը թող օգնի ձեզ, Տերը թող
պայքարներ ջան, այսօր այսքանը կներեք ժամանակի սուղության պատճառով մյուս անգամ կարծում եմ ավելի խորը կծավալվեն։ Ուզում եմ փառք բարձրացնեմ Աբրահամ եղբորս համար, իր անձնուրա ծառայության համար եւ ձեր իրավունքով մի հատ աղոթեմ Աբրահամ ջան ու վերջացնեմ։ Սիրով եղբայրս, սիրով։ Երկնավոր հայր, շնորհակալ եմ այս առիթի հնարավորության համար, շնորհակալ եմ քո սիրո հոգատարության համար, շնորհակալ եմ քո ողորմության եւ պետության համար։ Հզոր Աստված փառք եմ բարձրացնում քեզ այս մեծ առիթի հնարավորության համար բաժնեկցելու մեր քուրեր եղբայրների, մեր լսարանի մեջ եղող բոլոր ամեն Տեր, փառք քեզ Տեր, հողունակիցների հետ քո կամքի ճանաչողության կարևորությունը։ Աղոթում ու խնդրում իմ Աստված, որ բոլորին սրբացնես քո ճշմարտությամբ, քո խոսքը ճշմարտություն է։ Տաս բոլորին հայտնության, իմաստության հոգին ավելի խորը ճանաչելու քեզ եւ լցված եղնելու քո կամքի ճանաչողությամբ։ Օգնի լինեն աշակերտներ, օգնի աշակերտվեն ու սովորեն, կարողանան ճանաչել եւ կարողանան կիրառել, կարողանան սովորել, որպեսզի վիճակի եղնեն ուրիշներին սովորեցնեն։ Եվ թող փառավոր անունդ փառավորվի, մեծարվի մեր բոլորի կյանքի մեջ, մեր ելք ու մուտքի մեջ, բոլոր գործերի ու խոսքերի մեջ։ Աղոթում եմ օգնի եղբորս Աստված ջան իր տունը, երեխեքին, օգնի եղբորներին, շնորհակալ ենք։ Պահի բոլորին քո ծածկոցի, քո պաշտպանության մեջ հաղթական շնորհքով ապահովելու։ Փառք ես, գոհություն քեզ, Հավիտյանս Հավիտյանից։ Ամեն։ Ամեն, ամեն, փառք քեզ Տեր։ Փառք Տիրոջը, Արսեն եղբայր շատ շնորհակալ ենք այս թեմայի համար, շատ կարևոր թեմա է Աստծո կամքը ճանաչելու եւ նորից ուզում եմ կրկնեմ, կարծես թե Պողոս Առաքյալը այստեղ հատուկ շեշտը մեզ սովորեցնում է մեր կյանքի, այսպես գիտակից կյանքի մեջ, այս աշխարհի մեջ, այս ֆիզիկական աշխարհի մեջ մեր շեշտը ներդրումը դնենք նրա կամքը ճանաչելու, որը մեզ կօգնի սրբագործվել եւ նրա նման լինել։ Սա շատ կարևոր է։ Շնորհակալ ենք եղբայր, Տեր օրհնի քեզ։ Օրհնված եւ պատղաբեր հաջողված եղիր։ Սելի քուրեր եղբայրներ, այսպեսին էր մեր եթերը, մենք այսօր կարճ ունեցանք, բայց բովանդակալից էր, ամեն բան ասված է եւ մեզ մնում է ընդամենը խորենք, մտածենք եւ ապրենք այն տեսակ կյանքով, որը հաճելի է թե մեզ համար եւ թե Տիրոջ համար։ Կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին։ Մանրաթա, Տերը շուտով գալու է։